Բարի օր ժողովուրդ ջան, պատասխանում եմ Արմեն Աբովյանին, ուրեմն Արմեն Աբովյան ջան, նախ առաջինը քո պատասխանի կարիքը չունեի, առավել ևս հարգալից։ Երկրորդը ծիծաղում եմ, որտեղ ծիծաղելու բան ես ասել, ախպեր ջան, դու քեզ ինքդ քեզ հակասում ես, մեր զապիսդ լսի։ Եթե դու իմ ծիծաղելուց նեղվել ես, դա քո խնդիրն է։ Ինձ վիրավորական բան գրես, ես գնամ հայց ներկայացնեմ, ինչ որ բողոք ներկայացնեմ ոստիկանություն։ Չէ, դա ձեր Սամվել Կարապետյանի բնավորությունն է, ով ինչ գրի իր մասին, հենա, դատարանները լիքն է հայցերով, նույն այդ օկտատերերի նկատմամբ, որոնք հանկարծ իր դեմ ինչ որ բան են ասել։ Անենց որ ձեր փորձը իմ վրա մի բան արեք, անուն ինչա, մի հագցրեք։ Երկրորդը, ես հաղորդում եմ տվել, այո, էսի քրեորեն պատժելի գործողություններ, ինչ որ արեց Կարապետյանի տղան։ Հասկացար, տղա ջան։ Դա իմ կարծիքն է, որովհետև ունեմ փաստեր։ Իդեպ, իմ կարծիքով բոլոր այն մարդիկ, ում դեմ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան, որպեսզի տուժ տուգանք ստանա այդ մարդկանցից, ովքեր իր մասին կարծիք են հայտնել, թող այդ մարդիկ փոխադարձ մտնեն դատարան, թող մի հատ արժանապատվություն պահանջեն, այն որ հայ կանանց իր որդին վիրավորել էր։ Սա էլ մի կարծիք է, հայտնում է, թող օգտվեն օկտատերերը, ում դեմ որ Սամվել Կարապետյանը մտել է դատարան։ Եղա տղա ջան։ Ինչ հասնում է ինձ վիրավորելու համար ես մտնեմ, դե որ տենց էր ես հիմա դղիակ էի կառուցել։ Սամվել Կարապետյանի տնից բեթար տուն էի կառուցել, եթե ինձ վիրավորողներին ես գնայի դատի տայի, ես միշտ մտածել եմ, որ մարդիկ չեն հասկանում ինչ են անում։ Իսկ Սամվել Կարապետյանը շատ այտենց ճուստվիցիլնի է, էլի, սուրբ է, դրա համար ինքը դատի է տալիս։ Ի տարբերություն Սամվել Կարապետյանի, Մերի Տոմոյանը այն համացանցում ամենատխմար, ամենահիմար, ամենաաննասուն գրառում անողի դատի չի տա։ Կարապետյանի վրա այո հաղորդում տվեց, որովհետև Սամվել Կարապետյանենք իրանց ընտանիքով մտածում են, որ իրանք բոլորից առավել են, իրանք մտածում են, որ իրանք բոլորից լավն են, իրանք չի կարելի հանկարծ օյ ինչ որ մի բան ասել։ Այո, Սամվել Կարապետյանը մտածում է, որ իրան ոչինչ ասել չի կարելի, կարող ամեն մեկին 3 միլիոնով ինչ որ տուժ տուգանք պահանջի դատարաններում, բայց իր որդին մտածեց, որ իրան կարելի է։ Դրա համար էլ Մերին հաղորդումը տվել է ու լավ արել, այո։ Իսկ ես իմ ժողովրդին սիրում եմ, կապ չունի, հիմարություն են անում, ինչ են անում, ոչինչ, ժամանակը կգա, բոլորն էլ կհասկանան ամեն ինչ, բայց ես իմ ժողովրդին չեմ վնասել։ Իսկ ձեր դեմ, Արշուտ Սամվել Կարապետյանի որդու դեմ, այո, հաղորդումը տվեցի, որովհետև չերեչուր շատ եք արդեն ժողովրդին ճնշում ձեր դատական գործերով, սա իմ կարծիքն է։ Բայց տեղը որ հասնի, սաղը ճշտով շարժվող եք։ Այո, դու քեզ հակասում ես։ Հզոր պետություն ունենալու համար, տղա ջան, այդ հարկային տեսուչները պետք է 4-6 անեն աչքերը, որպես ես պետությունը հզորանա։ Այն թվերը չի է, որ շալտայ, բալտայ, փալաս վիճակը լինի, ով ուզի մուծի, ով չուզի չմուծի։ Դու մի հատ նստի քո եթերներում, խոսի թե Սամվել Կարապետյանի, այդ նոր ձևի, այդ, չգիտեմ, այդ ինչ է, կուսակցությունն է, ինչ է, տեղյակել չեմ, այդ շարժման, տերերի, կատարած գործողությունները հեծում։ Մի հատ մանրամասն պատմի։ Հարկերից ազատող խմբակ։ Ինչ հասնում է իմ լեքսիկոնին կամ իմ խոսելաձևին, տղա ջան, ես հասարակ քաղաքացի եմ, այն որ դու դուրսը խոսում ես։ Անենց էլ ես համացանցում եմ խոսում, որտեղ ես քո նման ձև չեմ տալիս, էլի, թե հա, էլի, տեսեք ինչ գրագիտ պոպուշ տղա է։ Ես ոնց կամ, տենց կամ։ Ոնց որ դուրսն եմ, գրասենյակում եմ, ոնց որ աշխատանքի վայրում եմ, ոնց որ ընկերներիս հետ եմ, անենց էլ իմ ընկեր լսարանի հետ եմ։ Հասկացա՞ր։ Այդ քո բացատրությունները, եթե դու դնեիր, ասենք, չեմ անում, ձեր փակ չափերում, ասենք, մեկը մյուսից բացատրեի, իհարկե Մերի Տոմոյանը չէր անդրադառնա, բայց դու բաց տեքստով բաց հայտարարություն ես անում, ուրեմն սպասի պատասխանին, նորմալ է։ Շնորհակալ եմ լավ օր ցանկանալու համար, իմ ամեն օրն է լավ օր եղբայր, որովհետև ես գտնվում եմ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում ու ես ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի եմ։ Ադիոս։ Բարև ժողովուրդ ջան, հուսով եմ լավ եք։ Ժողովուրդ ջան, բնականաբար Տաշիր Սամոյի թիմն ու Ռուսաստանից ուղղորդվող ուժերը բոլորիդ խաբում են։ Որովհետև առաջիկայում ազգային ժողովի ընտրություններ են ու դրանով պայմանավորված տարատեսակ ականջահաճո հայտարարություններով, խոստումներով փորձելու են հնարավորինս շատ մարդ ներգրավել իրենց շարքերը, որպեսզի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ շատ ձայն հավաքեն, պարզ տրամաբանություն։ Ես վստահ եմ, որ դա իրենց չի հաջողվելու, որովհետև մեր ժողովրդի գիտակցական մակարդակը շատ բարձր է։ Ու շատ լավ գիտի ժողովուրդը ով է, որը որից հետո է եւ ով ինչ է արել ժողովրդի համար։ Ես ուզում եմ Նարեկ Կարապետյանին ասել հետեւյալը. ուրեմն երբ որ դուք դարձաք բանը հեծի սեփականատեր, այդ ժամանակ հոսանքի գինը այնպեսին չէր, ինչպեսին որ հիմա է, եւ մի քանի անգամ ավելի ցածր էր։ Դուք ձեր կառավարման ընթացքում պարբերաբար դիմեցիք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին
Ներկայացրեցիք, որ ձեր շահույթը չի փակում ծախսերը ու հոսանքի գինը բարբերաբար բարձրացրեցիք։ Ասեմ, որ երբ որ սեփականացրեցիք ցածր գնի ժամանակ, հոսանքի գումարը, ծախսը ժողովրդի համար սոցիալական խնդիր չէր առաջացնում, բայց ձեր բարբերաբար բարձրացնելու արդյունքում հոսանքի ծախսի համար վճարված գումարը ժողովրդի համար դարձավ նաև խնդիր, այսինքն դուք նաև սոցիալական խնդիր առաջացրեցիք։ Բայց զարմանալի է նաև, որ այդ հոսանքի գնի բարձրացմանը զուգահեռ բարձրացրեցիք ձեր աշխատավարձներն ու պարգևավճարները, այն որ ասում եք ծախսը չի փակում է, հիմա որ ասում եք 0% հարկի վճար մանր ու միջին բիզնեսին, որ ասում եք վարչապետին 1 դրամ աշխատավարձ, ձեր գործողությունները նախկինում որ արել եք, լրիվ հակառակն է ապացուցում, սուտ մի խոսեք, չի բռնում իրար։ Ասենք ծախս եք ասում, որը որ չի փակում շահույթը, պետք է հոսանքի գինը բարձրանա, որ փակի, բայց աշխատավարձներն ու պարգևավճարներն եք հասցնում տասնյակ միլիոնների։ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պարգևավճարների մեջ, հələ ձեր պարգևավճարները նայեք։ Դուք մի հատ շուրեք եկեք ձեր արածը նայեք, գիտեք, որ ժողովուրդը գիտի ձեր արածի մասին։ Դուք ընդհանրապես գիտեք, որ ժողովրդին չեք կարող խաբեք, որովհետև այսօր այն թիվն է, որ ցանկացած տեղեկատվություն ժողովուրդը շատ արագ կարում է դիապետի։ Դառնա տենց։ Հնարավորություններն են այդպեսին։ Ձեր այն ժամանակները չի, էլի որ չկարողանան, ոնց ուզեք խաբեք, սղացնեք, անցնեք գնա, չի լինելու։ Նարեկ Կարապետյան, հայրենասեր տղա ես, հայրենիքի մասին մտածում եք ձեր թիմով, պետությունը մեր վտանգված է, պետության տնտեսությունը վատ վիճակում է, էս ենք առաջարկում, են ենք առաջարկում։ Դե արդեն կառավարման փորձը ձեր տեսել ենք։ Կարաս մի հատ ընտանիք ցույց տաս, զոհվածի, հերոսի ընտանիք, Նարեկ։ Միլիոնների մեջ ծփացել եք։ Կարաս մի հատ տենց ընտանիք ցույց տաս, որ հոսանքի համար սահմանել եք 0 դրամ։ Իրանց ընտանիքը հոսանքի գումար չի վճարել։ Անես չի որ փողի խնդիր եք ունեցել, փողի խնդիր չեք ունեցել։ Ձեր բյուջեն Հայաստանի բյուջեից ավելի շատ է եղել։ Ձեր ընտանեկան բյուջեն։ Խիտենց են սիրում հայրենիքը։ Ասենք ընտրությունների ժամանակը եկավ, սկսեցիք հայրենիքը սիրել, թե ձեզ առաջադրանք ունեք, որ պետք է այդ ձև հայրենիքը իբրև սիրելով պետք է հնարավորություն ունենաք իշխանություն վերցնեք ժողովրդից, չի լինելու։ Դուք համ խափում եք ժողովրդին, համ ազնիվ չեք, համ անկեղծ չեք ինքներդ ձեր նկատմամբ։ Այդքանը կարամ ասեմ։ Ու ձեր քաղաքական ու հանրային գործունեությունը տեղ չունի Հայաստանում, որովհետև դա չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահն ու ժողովրդի շահը։ Դա սպասարկում է ձեր նեղ անձնական շահը ու ձեր քաղաքական տիրոջ շահը։ Հենց որ հաջողություն։